որ գործերով, եթե ոչ այս քաղաքական մեծ հնչեղության գործերով, պետք է հանրությունը տեղեկանա դատա իրավական համակարգի խնդիրների մասին։ Պատկերացեք, եթե այս մեծ ծանր հանցանքի գործով է այսպիսի փնթի, չեմ վախենա այդ որակումը տալ, քննություն իրականացվում, օրենքին չհետևելով, իրավունքին չհետևելով։ Պատկերացնում եք, պայմանական ասած, ոչ քաղաքական գործերի վրա այս փնթի գործելակերպը ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Մենք կարող է ստեղծենք մի իրավիճակ, որ մարդիկ ուղղակի ինչ որ կտրատած խոսակցությունների, ձայնագրությունների հիման վրա, որոնք որևէ կերպ չեն նույնականացնում անձի կողմից կատարած լինել թե չլինելը, ունենանք մեղադրական եզրակացություններ։ Հիմա ինչ մենք խնդիր չունենք, շարաչուն ապտակի խնդիր չկա, շարաչուն ապտակը այս գործում հաշվի առնելով, որ սա քաղաքական գործ է, միայն կարող է իրականացնել հանրությունը ձեր միջոցով, լրագրողների միջոցով, որովհետև անձեն աչքով մեծ մասնագետ պետք չի լինել համեմատելու սոցիալական ցանցերում առկա Բագրատ Սրբազանի ձեռագիր գրառումները այս տեքստի հետ։ Դուք ասում եք պետք է փորձակնություն, հետո ասում եք անձեն աչքով։ Դուք ախր մենք չենք վարույթն իրականացնող մարմինը, վարույթն իրականացնող մարմինը քննչական կոմիտեն է եւ դրա վերահսկողություն իրականացնող դատախազությունը, մենք ուղղակի կարող ենք այս բաներով հերքել, որովհետև ոչ թե մենք պետք է ապացուցենք մեր անմեղությունը, այլ վարույթն իրականացնողը պետք է ապացուցի մեղավորությունը։ Եթե ինքը կարող է ձեզ անկողմնակալ դիտորդին ներկայացնելով այս փաստաթուղթը պնդել առանց որևէ եզրակացության, որ սա Բագրատ Սրբազանի ձեռամբ է գրված, ապա կարծում եմ, որ այս պարագայում բնավ կարիք չկա, որ մենք հակառակը հավաստող ապացույցներ կայացնենք։ Տեսականորեն, այո, հնարավոր է շատ ավելի ակտիվ պաշտպանություն։ Հնարավորություն կա տարբեր տեղերից պատվիրել փորձաքննություններ ստանալ։ Բայց երբ որ պաշտպանատար բարձր պաշտպանատար անձը անպատասխանատու հայտարարություն է կատարել, մենք սա թողում ենք իր տիրույթում եւ այս ասուլիսն էլ լրացուցիչ անգամ օգտագործում ենք այսպես ասած բզելու նպատակով։ Եթե ձեր խոսքերի համար պատասխանատու եք, քննչական կոմիտեով նախաձեռնեք եւ ապացուցեք, որ ձեր ասածները իրականություն են։ Բացի այդ, էլի կներեք, եթե ելնենք ձեր դիրքորոշումից, ուրեմն քրեական դատավարության օրենսգիրքը պետք է համարեն գոյություն չունի եւ ղեկավարենք, ասենք խորհրդային կարգերում Վիշինսկի կա գլխավոր դատախազ լսած կլինեք տրոյկայի միջոցով, այսինքն 3 հոգի գալի գրում էին, որ X մարդ հանցագործություն է կատարել, տանում են գնդականում կամ ափսում են։ Եկեք վերացնենք քրեական օրենսգիրքը, քանի որ իրականում այսօր իրավաբանություն Հայաստանում այս գործով, այս նման գործով չի իրականացվում։ Բացարձակ իրավական չարաշահում, ես կասեի նույնիսկ ապօրինության խրախճանք է Հայաստանում։ Եկեք վերացնենք, թող ուրեմն դատախազը այնտեղ նստած որոշի ով կամ ավելի ճիշտ դատախազի վերադասը, որ հրապարակում է նստում, համար մեկ աթոռին, թող որոշի ով է մեղավոր ինչ հոդվածն, միանգամից գնա, եթե տրամաբանությամբ ելնենք։ Բայց եթե կա քրեական օրենսգիր, պետք է պարտավորենք, ղեկավարվենք այդ օրենսգրքի պահանջներով ըստ սահմանված հերթականության իրականացնել քրեական եւ նախաքննությունը, քրեական բարույթը եւ նաեւ դատաքննությունը։ Սա է ամբողջ հարցը։ Իսկ որովհետեւ մեկի ցանկությամբ այսօր մեկի մեղադրանք առաջադրես, մերսագրես առած որ երբերից այդ մարդը չի էլ կատարել, կամ նրա հետ նաեւ մյուս 17 անձին, դա արդեն ոչ թե խոսում է անտերության մասին, դա խոսում է ամենաթողության, դիկտատուրայի մասին, ուրիշ ոչ մի բան։ Եվ եթե կարելի նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի արժեքով քաղաքացիական գործերից այս պահի դրությամբ քանի քաղաքացիական գործ կա շարունակելու եք ներկայացնել անհրաժեշտության դեպքում հայտարարություններ մի քիչ մանրամասներ փոխընթացում։ Մենք նախորդ փուլում, եթե չեմ սխալվում, 13 հայց ենք ներկայացրել տարբեր գործիչների զրպարտությունների եւ իրավորանքների դեմ, եթե չեմ սխալվում, ունենք 4 մերժված հայց, մյուսները ընթացքում են։ 13 13-ներ քպական պատգամավոր ունա։ Պատգամավորներ, տարբեր արբանյակներ, Պետրոս Ղազարյան եւ այլն։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր այս անձինք, ովքեր գալիս են դատարանում պաշտպանություն փնտրելու, արդեն այդ հոխորտալից տեքստերով չեն հանդես գալիս, ոնց որ սովորաբար սիրում են հանրությանը ներկանալ, այլ ասում են, սա գնահատողական դատողություններ, մենք վրդովված էինք ինչ-որ բանից, նկատի չենք ունեցել Բագրատ Սրբազանին, այն որ ասել ենք
Սրբազանի շրջապատը նկատի չենք ունեցել Սրբազանին, որ ասել ենք վեղար հակած նկատի ենք ունեցել Սարգսակին, որ ասել ենք հոգևորական, այնտեղ մի քանի հոգևորական կար, մենք ում նկատի ունենք եւ այլն, այսինքն զղջալու հարցը չի։ Չգիտեմ գերական հայերենով այդ բառը իրականում ոնց ձևակերպեմ, ներողություն եմ խնդրում, կրոդիտ են ելնում ամեն հնարավոր ձևերով իրենց ասածներից։ Ցավալին այն է, իհարկե այդ ամեն ինչ ակնկալվում էր, բայց ցավալին այն է, որ մեր դատական ատյանները շատ այս ճնշումների ազդեցության տակ չունեն այդ համարձակությունը իրենց անունով կոչելու, նույնիսկ դատական ակտ ունենք, որի ամբողջական տեքստը ասում է համաձայնվում է մեր դիրքորոշման հետ, վերջում ասում է, բայց ամեն դեպքում այցը մերժ է։ Եվ դրանք բնականաբար բողոքարկում են վերականգնի պրոցեսում։